քանի որ անհրաժեշտություն է տեսնում ձեր կողմից մատնանշած փաստաթուղթը մանրամասն հետազոտման ենթարկել։ Հիմա ցանկանում եք հայտարարության հանդեսել։ Դրանից ամբողջությամբ համաձայնելով պարոն Մելիքյանի տեսական եւ գործնական խորը վերլուծությունների եւ մեջբերումների հետ, միաժամանակ իմ տարակուսանքն եմ հայտնում հանրային մեղադրողի դիրքորոշման հետ, այն կապակցությամբ, որ դա կարող էր լսել, դա կարող էր ասել ցանկացած քաղաքացի, նշանակում է, որ ցանկացած քաղաքացիների թվում կարող է լինել ինքը պարոն Ավետյանը։ Այդ դեպքում ինքը եթե հնչել է մի հանրային, որում հանրային տիրույթում հրապարակային խոսքում, ապա ինչու են իրանք սպասել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությանը, եթե դա հրապարակային խոսքում հնչում է որևէ գործողություն կամ հայտարարություն է, որոնք իրենց մեջ ենթադրյալ հանցանքի հատկանիշներ են պարունակում։ Մեկ այդ դեպքում ստացվում է, որ մնացած բոլոր պետական պաշտոնյաները իրավասու, բացի պարոն Առաքելյանից ցուցաբերել են անգործություն, ինչը որ դրամաբանական չի։ Բացի այդ նաև պատվարժան դատարան ասեմ, որ ներկայացված մեղադրանք, որը նույնպես կարծում եմ հիմք է այս գործը այս փուլը կարճելու համար, դա 490 հոդվածի որևէ առնչություն չունենալն է Սահմանադրական դատարանի հետ։ Պարոն Մելիքյանը քիչ առաջ ներկայացրեց Սահմանադրական դատարանի մասին օրենքը նրա ավելի բարձր դիրք իրավական համակարգով մյուս օրենքների նկատմամբ, որտեղ հստակ ասում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության առանձնահատկությունները սահմանվում են բացառապես Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում։ Իսկ ներկայացված հոդվածում, օրինակ 490-ում, որպես դատավարության մասնակիցներ են նշում, ասենք դատավոր, դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցիչ, փորձագետի կամ հարկադիր կատարողի այս սուբյեկտների մի զգալի մասը Սահմանադրական դատարանում քննվող գործերի հետ ուղղակի տեսականորեն անգամ առնչություն չեն կարող ունենալ։ Սահմանադրական դատարանում հնարավոր չի գործի քննություն, որի մասնակիցներից լինի քննիչ, կամ քննչական մարմնի ղեկավար, կամ հետաքննության մարմնի, կամ հարկադիր կատարող, դա տեսականորեն է բացառվում, որ Սահմանադրական դատարանին այս օրենքի այս կարգավորումը քրեականորեն վերաբերելի լինի առհասարակ։ Այսինքն ես ես մտապահորություն եմ, որ նպատակադրված մարդու ենթարկել քրեական պատասխանատվության, քրեական օրենսգրքի հոդվածները լցրել են մի վազի մեջ, խառնում են հանուն ասել, որը դուրս կգա, դրանով մեղադրանք կներկայացնեն։ Որովհետև ներկայացված մեղադրանքը իր գործողությունների հետ ոչ մի առարկայական կապ չունի եւ բացարձակ կարող է նկատի ամեն ինչ իրականացնել, ուստի հենց այս փուլում մենք կարծում ենք, որ այն պետք է բացառ։ Շնորհակալություն։